Անդրանիկ Քոչարյանը ասում է, լրագրողին ասում է, որ իմ տղայի նման դու էլ խելացի լինեիր, դու էլ չէիր ծառայի։ Խելացի հորից խելացի տղա, չէ՞։ Մի հատ էս խոսք կա, պտուղը ծառից հեռու չեն գնում։ Դե իրան նայողը ոնց կարա պատկերացնի տղան խելացի է թե չէ։ Ուրեմն խելացի չենք էլ ուրեմն մենք, հա, որ ծառայում ենք։ Նորմալ է, որ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը նման բաներ է ասում։ Հեչ նորմալ չի։ Չէ, ոնց թե կարելի է այդպես։ Իմ տղան կարար չծառայեր, որովհետև ես ունեի հիվանդություն, որը ինձ թույլ էր տալի, որ ինքը ազատվեր ծառայությունից։ Բայց իմ տղան եկավ ու ասեց, չէ, ես ուզում եմ ծառայեմ, ես ուզում եմ իմանամ դա ինչ է, որովհետև դա իմ հայրենիքն է, ես սիրում եմ այն արմատը, ումից որ ես դուրս եմ եկել։ Հասկացեք ճիշտ է, իմ պապաս հայտնի մարդն է, որ իմ պապայի աշխատանքը հիմա հյուրանոց Արմենիայի գործը, իմ պապայիս աշխատանքը, որ ինքը քանդագործ չի եղել։ Անդրանիկ Քոչարյանը իշխանական падգամավոր լրագրողին ասում է, իմ տղան խելացի է։ Այդ ամենամեծ հիմարություններ, որ նա ասեց։ Ամենամեծ հիմարություններ, ուրեմն այդ զոհված երեխաները, այդ տղաները իրանից հաստատ լավն են, բոլորից, որոնք գնացին ու զոհվեցին։ Այդտենց բան չի կարելի ասել, ամեն մարդու երեխան էլ իր ամենաբարձրն է։ Ես ոնց կարելի է դրան ղեկավար դնել ընդհանրապես այդ Անդրանիկ Քոչարյանին, որ այդպիսի հիմարություն անում։ Դե հետո տղան էթա ծառայի, իր տղենումից է լավ։ Մեր տղաներից հաստատ լավը չի։ Այն զոհված տղաների հազարապատիկ իրանից լավ են։ Այդպես հիմարություն չէր կարելի ասել։